Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք բավականին տարածված խնդրից՝ ճարպակալում եւ սեռական առողջություն։ Ճարպակալման թվերը գնալով ահագնանում են եւ դա փաստում է նաեւ վիճակագրությունը ու խնդիրները բնականաբար ճարպակալման հետ կապված բավականին շատացել են։ Պատճառները իհարկե ավելի շատ գալիս են վարքային խնդիրների վերահսկողության բաց թողումից, մասնավորապես մանկական հասակից, եւ եթե մենք նախկինում չունեինք այդպիսի մտահոգիչ թվեր կապված մանկական ճարպակալման հետ եւ խոսում ենք հիմնականում մեծերի ճարպակալման մասին, ապա այսօր բավականին մտահոգիչ է նաեւ մանկական ճարպակալումը եւ հենց տեղից էլ սկսում է խնդիրը։ Ճարպակալումը այսօր զգալիորեն երիտասարդացել է եւ խնդիրը գալիս է հենց այնտեղից, երբ փոքր հասակում երեխային ինչ որ մի բանով շեղելու ուշադրությունը գրավելու նպատակով նրան ինչ են անում, տալիս են որևէ սնունդ, քաղցրավենիք, ըմպելիք, որը բարձր կալորիականություն ունի կամ չափից դուրս քաղցր է եւ երեխան սովորում է դրան ու հետո անընդհատ ուզում դա փորձել, որը դառնում է արդեն նրա ամենօրյա սննդի մի մասնիկը։ Ցավոք, իհարկե, այս դեպքում անմասն չեն մնում մանկական տարիքից նկատվող սակավաշարժության դեպքերը։ Եթե նախկինում երեխաներին սովորեցնում էին, որ անպայման օրվա մի մասը պետք է անցկացնեն բակում էներգիա պարպելով կամ գից այգիներում մարմնամարզությամբ զբաղվելով, ապա այսօր այդ ամենի փոխարեն ցավոք եկել է լրացնելու գադժետային մեր իրականությունը, երբ երեխան դուրս չի գալիս հեռախոսներից եւ ամբողջ օրը անց է կացնում փաստորեն նստակյաց կենսակերպով եւ դրան գումարում նաեւ սնունդը, որը ստեղծում է արդեն էներգիայի ավելցուկ եւ այս պարագայում դա վերածվում ճարպի։ Սա նաեւ վտանգավոր այն առումով, որ կարող է հանգեցնել եւ շատ դեպքերում նաեւ հանգեցնում է սեռական հասունացման ուշացման։ Մենք նման խնդիրներ հաճախ նկատում ենք այն դեպքերում, երբ ծնողները անհանգստանում են, երբ օրինակ նկատում են, որ որոշ սեռական դրսևորումներ ուշանում են, դա կարող է կապված լինել սեռական օրգանների աճի հետ կամ պատանեկան տարիքում կրծքագեղձերի մեծացման, անհամաչափ մեծացման, որը նույնպես իհարկե ճարպակալման հետևանք է։ Սակավաշարժ կենսակերպը մտահոգիչ է ոչ միայն երեխաների առումով, այլ նաև մեծերի։ Եթե մենք խոսում ենք, որ երեխաները սկսել են ավելի քիչ շարժվել, ապա դա էլ ունի նաև իր պատճառը, որովհետև իրենք այդ օրինակը վերցնում են մեծերից։ Մեծերն էլ ցավոք իհարկե առողջ օրինակ չեն ծառայում, իրենք նույնպես զբաղվածության պատճառով շատ դեպքերում ամբողջ օր անց են կացնում սակավաշարժ պայմաններում եւ նաեւ ժամանակի սղության պատճառով սնունդը ընդունում են որքան հնարավոր է արագ պայմաններում, հատուկ դրան ժամանակ չհատկացնելով։ Արագ սնունդը կամ ինչպես հիմա ընդունված է ասել fast food-ը, ինչպես գիտենք, ունի բարձր կալորիականություն եւ բացի այդ fast food-ը շատ դեպքերում ընդունում են նաեւ գազավորված քաղցր ըմպելիքների հետ մեկտեղ։ Իհարկե, այս ամենը ժամանակի ընթացքում բերում է քաշի ավելացմանը, սակայն քաշի ավելացումը այդքան մտահոգիչ չի, քանի դեռ չի վերածվել ճարպակալման։ Մենք մի խնդիր էլ ունենք, շատերը չեն զանազանում ավելորդ քաշը ճարպակալումից։ Բանն այն է, որ ավելորդ քաշը դեռ հիվանդություն չէ եւ կարող է դեռևս վտանգ չներկայացնել, քանի դեռ չի վերածվել ճարպակալման։ Եթե արդեն թվերը մեծացել հագնացել են եւ մենք գործ ունենք արդեն ճարպակալման հետ, այս դեպքում պետք է փաստել, որ մենք գործ ունենք արդեն հիվանդ օրգանիզմի հետ, որովհետեւ ճարպակալումը համաձայն ժամանակակից դասակարգման հիվանդություն է, որը պահանջում է անհապաղ բուժում, քանի դեռ չեն առաջացել նրա բարդությունները։ Ճարպակալման բարդությունները իհարկե շատ են։ Ես կխոսեմ սեռական եւ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների
խնդիրների մասին, քանի որ դրանք նույնպես քիչ չեն։ Առաջին հերթին ճարպակալման պարագայում սկսում է նվազել սեռական ցանկությունը եւ տղամարդու եւ կնոջ մոտ։ Լիբիդոն ժամանակի ընթացքում սկսում է նվազել։ Ինչու՞։ Բանն այն է, որ ճարպակալման ժամանակ եւ տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է աստիճանաբար նվազել գլխավոր սեռական հորմոնը՝ տեստոստերոնը։ Ինչու՞։ Որովհետև ապացուցված է, որ ճարպաշերտում, ճարպային հյուսվածքում արտադրվում է մի նյութ, որը կոչվում է լեպտին, ոմանք դա անվանում են հորմոն, ոմանք կենսաբանական ակտիվ նյութ, եւ որքան լեպտինը շատ է, այսինքն որքան որովայնի ճարպաշերտը արտահայտված է, այնքան տեստոստերոնը ավելի արագ է սկսում նվազել, որովհետև լեպտինի բարձր մակարդակը հանգեցնում է տեստոստերոնի նվազման։ Այստեղից հետևություն, որքան արտահայտված է որովայնի ճարպաշերտը, այնքան ավելի շատ խնդիրներ են ունենում մարդիկ սեռից անկախ եւ իհարկե ժամանակի ընթացքում սկզբից սկսում է առաջանալ սեռական ցանկության նվազումը։ Շատերի պատկերացմամբ տղամարդիկ, որոնք ունեն արտահայտված որովայն, կարծես թե չունեն սեռական խնդիրներ եւ դրանով են չափում իրենց սեռականությունը, բայց արի ուտես, որ գիտությունը ապացուցել է հակառակը։ Երկրորդ խնդիրը, որը կարող է առաջանալ ժամանակի ընթացքում, պոտենցիայի խանգարումն է տղամարդկանց մոտ եւ գրգռման խանգարումը կանանց մոտ։ Բանն այն է, որ պոտենցիան կարող է նվազել պայմանավորված նրանով, որ ճարպակալման ժամանակ բացի տեստոստերոնի նվազումից տուժում է նաև արյան շրջանառությունը, քանի որ անոթային հունը այս դեպքում տուժում է ճարպերի մեծ քանակության հետևանքով եւ արդյունքում սկսում է նկատվել նաև արյան շրջանառության խանգարում, պայմանավորված ճարպաշերտի բավականին արտահայտված լինելով։ Կանանց մոտ սա արտահայտվում է գրգռման նվազմամբ, խոնավությունը սկսում է տուժել, որովհետև ճարպակալման ժամանակ սկսում է նվազել ոչ միայն տեստոստերոնը, այլ նաև էստրոգենը։ Էստրոգենը կնոջ սեռական օրգանների խոնավացման գլխավոր պատասխանատուն է, որն ապահովում է խոնավացման գործընթացը ամբողջ հարաբերության ընթացքում։ Հետևաբար, այս խնդիրը լուծելու համար պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի ճարպակալումը ժամանակի ընթացքում ավելի չշատանա, չարտահայտվի եւ բուժման ժամանակ բացի քաշի նվազեցումից իհարկե պետք է կարգավորել սննդակարգը եւ նաեւ ընդգրկել այն դեղամիջոցները, որոնք կարգավորում են սեռական ֆունկցիան։ Օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը օգտագործվում է ամենօրյա բուժման դեպքում, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը պետք է օգտագործել հարաբերությունից գոնե 1 ժամ առաջ, իսկ թե ինչ հաճախականությամբ եւ ինչ տևողությամբ կորոշի ձեր անձնական բժիշկը համապատասխան սեքսոլոգիական հետազոտություն անցկացնելուց հետո։ Դեղամիջոցը առանձնանում է իր բարձր արդյունավետությամբ եւ օգտագործելուց հետո կարող է ազդել 36 ժամվա ընթացքում, այսինքն հարաբերությունը կարող է կրկնվել 36 ժամվա ընթացքում։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց մասին անպայման ձեզ կծանուցի ձեր բուժող բժիշկը։ Ինչ խոսք տուժում է նաև վերարտադրողական առողջությունը, թե կանանց, թե տղամարդկանց պարագայում, բայց սրա մասին մենք կխոսենք հետագայում, իսկ առջևում ձեզ սպասվում է շատ հետաքրքիր հարցազրույց բժիշկ էնդոկրինոլոգի հետ, որի ընթացքում դուք կբացահայտեք բազմաթիվ կարևոր հարցեր։ Մնացեք մեզ հետ։